Եկեղեցու ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սրված հարաբերությունները շարունակում են քաղաքական դաշտում քննարկումների կենտրոնում մնալ։ Այսօր ԵՄ-ի հետ զրույցում այս թեմային անդրադարձել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա կարծում է, թե Փաշինյանը վիրավորում է եկեղեցուն պատրաստվելով վտանգավոր քայլերի։ Այս ամեն ինչը երկրորդական է։ Կարևորը ուրիշ բան է։ Ես անհանգստություն ունեմ, որ վարչապետը փորձում է իրավիճակ ստեղծի, որովհետև առաջիկայում հնարավոր է փաստաթղթեր ստորագրի, որոնք կարող են ունենալ ճակատագրական նշանակություն մեր պետության համար։ Պաստորեն ըստ Հովիկ Աղազարյանի առաջիկայում վտանգավոր ստորագրություններ են սպասվում եւ դրանցից հանրության ուշադրությունը շեղելու համար Փաշինյանն արհեստական հակամարտություն է ստեղծում։ Հիմա այս փոխադարձ վիրավորակները, որի նախաձեռնող վարչապետն է, փոխադարձ վիրավորակները շատ անընդունել են իմ համար։ Ես այս սկզբունքի տերն եմ, որ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին եւ եկեղեցին իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, այդ սկզբունքի տերն եմ։ Եթե որևէ եկեղեցական թույլ է տվել այս կամ այն հանցագործությունը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով, ապա այդ տվյալ անձը պետք է պատասխանատու օրենքի առաջ, որևէ մեկը իրավունք չունի կեղտոտ մտքերով, ձեռքերով, ոտքերով մտնել որևէ մեկի անձնական տիրույթ։ Աղազարյանը նաև իր վերաբերմունքն է հայտնել եկեղեցու եւ կրոնի նկատմամբ։ Երևի թե բոլորը գիտեն կամ որքանով հետաքրքրված են ինձնով, գիտեն իր վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ ընդհանրապես եւ կրոնի նկատմամբ ընդհանրապես։ Ես գտնում եմ, որ ամենասարսափելի բանը, որ մարդկությունը ստեղծել է, դա կրոնն է։ Ես աթեիստ չեմ, բայց ես հավատացյալ չեմ, բայց ես ինձ համարում եմ քրիստոնյա։ Ես ինձ համարում եմ քրիստոնյա, որովհետև այդ արժեքնակարգը կիսում եմ եւ այս կոնտեքստում գտնում եմ, որ հայ առաքելական եկեղեցին հսկայական կարևոր դերակատարություն ունեցել հայապահպանության գործում։